Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 7, նախանձավոր եղիր, հայտնություն 3-րդ գլուխ 19-րդ խոսք։ Եթե ուզում ես տեսնել, թե ինչպես են մարդիկ դարձի գալիս, եթե ուզում ես լսել այս բացականչությունը, աշխարհի թագավորությունները մեր Տիրոջը եղան, եթե ուզում ես պսակներ դնել Փրկչի գլխին և բարձր անել նրա աթոռը, ուրեմն նախանձավոր եղիր, որովհետև Աստծո սահմանած կարգի համաձայն ամբարիշտների ապաշխարությունն անմիջականորեն կապված է եկեղեցու նախանձավորության հետ։ Բոլոր շնորհքներն էլ իրենց նպատակն ունեն, բայց այս մեկը առանձնահատուկ դեր է խաղում։ Խոհեմությունը, գիտությունը, համբերությունն ու համարձակությունը բոլորն էլ իրենց ուրույն տեղն ունեն, սակայն նախանձավորությունն է գլխավորում շքերթը։ Ոչ քո գիտելիքները, թեև դրանք օգտակար են, ոչ էլ քո տաղանդը, թեև այն չի կարելի անտեսել, այլ քո նախանձավորությունն է, որ մեծ սխրանքներ կգործի։ Նախանձավորությունը Սուրբ Հոգու պտուղ է։ Այն իր կենսական ուժը ստանում է մարդու մեջ Սուրբ Հոգու շարունակական գործունեության արդյունքում։ Եթե մեր ներքին կյանքը պակաս է, եթե մեր սիրտը դանդաղ է բաբախում Աստծո առաջին, մենք չենք հասկանա, թե ինչ է նախանձավորությունը, բայց եթե մենք ուժեղ և առույգ ենք, ապա չենք կարող բուռն ցանկություն չունենալ տեսնելու Քրիստոսի գալիք թագավորությունը և նրա կամքը կատարված երկրի վրա, ինչպես երկնքում է։ Երախտագիտության խորը զգացումը սնում է քրիստոնեական նախանձավորությունը։ Նայելով այն անհատական փոսին, որից դուրս ենք բերվել, մենք խելամիտ ու ծանրակշիռ պատճառ ենք գտնում Աստծուն ծառայելու և նրա կողմից գործածվելու համար։ Գալիք հավիտենության մասին միտքը ևս խթանում է նախանձավորությունը։ Վերջինս արցունքոտ աչքերով նայում է դժոխքի բոցերին և չի կարողանում քուն մտնել, հետո հուզված հայացքը դարձնում է դեպի վեր, դեպի երկնային փառքը և չի կարողանում իր տեղում անշարժ մնալ։ Նա զգում է, որ ժամանակը կարճ է համեմատած այն գործի հետ, որ պետք է արվի, ուստի իր ամեն ջանքն ու եռանդն իր Տիրոջն է նվիրում։ Վերջապես, նախանձավորությունն ամրապնդվում է Քրիստոսի օրինակը հիշելով։ Նա կրում էր նախանձավորությունը որպես պատմուճան, ինչ արագորեն էին պտտվում նրա պարտավորությունների կարգի անիվները։ Նրա մոտ որևէ հապաղում չկար։ Եկեք ապացուցենք, որ մենք նրա աշակերտներն ենք, դրսևորելով միևնույն նախանձավորության հոգին։